այդ կեղծ ապուշություններին ոչ մեկ չի հավատում, բացի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որը նպատակ ունի խթանել հայկական արտադրանքի արտահանումը Եվրոպական միության շուկա։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Սա լիովին իրատեսական է, քանի որ մեր արտահանվող մրգերն ու բանջարեղենը ունեն Global Gap սերտիֆիկատ, որը բարձրագույն կարգի հավաստագրերից մեկն է։ Այլ կերպ ասած, դա այն արտադրանքն է, որը վաճառվում է եվրոպական սուպերմարկետներում։ Սակայն այստեղ կան նաև այլ ծախսեր, օրինակ տրանսպորտային ծախսերը։ Օրինակ մենք ելակ ենք աճեցնում օգտագործելով նույն տեխնոլոգիաները, նույն մեթոդներն ու նույն ջերմոցները, ինչ Եվրոպայում։ Տարբերությունն այն է, որ օրինակ ֆրանսիացին հոլանդացի ֆերմերից գնում է տնկին, տեղափոխում այն 200 կիլոմետր, տնկում, ապա ելակը եւս 200 կիլոմետր տեղափոխում եւ վաճառում։ Այդ դեպքում ծախսերը կարող են կազմել առավելագույնը $500։ Մեր դեպքում մենք ստիպված ենք $8000 վճարել տնկին այստեղ հասցնելու համար, ապա եւս $8000 ելակը Եվրոպա տեղափոխելու համար։ Բացի այդ, դեռ պետք է վճարենք 8.8-ից մինչև 14% մաքսատուրք։ Ավելի վաղ ասում էին, որ մենք միանում ենք ԵԱՏՄ-ին, քանի որ մեր մրգերն ու բանջարեղենը միայն Ռուսաստան են արտահանվում։ Այժմ այդ իրավիճակն այլևս չկա։ Այս ստանդարտներն արդեն ամենաբարձրն են թե ԵԱՏՄ-ում, թե Եվրոպական միությունում, եւ մեր արտադրանքը համապատասխանում է այդ ամենաբարձր չափանիշներին։ Այդ թեզերը կալուգացու հորինած թեզերն են,